այսօր Ռոտերդամը ու ինչի հետ դա կապված, դա կապված է ամենամյա վազքի մարաթոնով, որը տևում է գրեթե 3-ից 4 օր։ Հիմա մոտիկից ցույց կտամ ինչա կատարվում։ Ամբողջ քաղաքը, ավտոբուսները, տրամվայները չեն աշխատում, միայն մետրո եւ գնացքն է աշխատում քաղաքում։ Բայց հիմա մի հատ տեսեք ինչա կատարվում է այստեղ մարդկանց քանակով։ Մարաթոնին կարող են մասնակցել բոլորը, նախապես տեղեկացնում են, գրանցվում են։ Գրանցման համար էլ նախապես 180 եվրո մուծում են, ամեն տարի գնալով այդ գումարը բարձրանում է։ Վազքուղին նախատեսված Ռոտերդամի տարբեր փողոցներով ընդհանուր 42 կիլոմետրը պետք է չանցնի։ Մի հետաքրքիր փաստ, թե ինչու հենց 42 կիլոմետր է վազքուղին, ընդհանրապես վազքի մարաթոնների, դա գալիս է դեռևս 1908 թվականից, երբ Լոնդոնում օլիմպիական խաղերի ժամանակ որոշվում է, որ պետք է վազքուղի ընտրվի եւ վազքի ժամանակ դղյակից, Վինսոր դղյակից մինչեւ ստադիոնի թագավորական տրիբունան հենց եղել է 42 կիլոմետր եւ հենց այդ օրվանից էլ վազքուղին ընդունվել է որպես որ մարաթոնների ժամանակ պետք է 42 կիլոմետր լինի։ Ռոտերդամի մարաթոնը իրականում Նիդերլանդներում ամենահայտնի բացօթյա միջոցառումներից է, որին մասնակցում են այս տարի 55,000 հոգի եւ շուրջ 1 միլիոն մարդ է հավաքվում այստեղ հանդիսատեսի տեսքով, որպեսզի հետևեն այս իրադարձությանը, տոնախմբության պես մի բան է, երաժշտություն է հնչում քաղաքի տարբեր հատվածներում։ Մի խոսքով հաճելին եւ օգտակարը մեկտեղված եւ որ ամենակարևորը առողջարար։